Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Տիկին Ստեփանյան, ընտրության արդյունքին անդրադառնանք, հունիսի 7-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային ժողովի ընտրությունը, գոհացուցիչ է արդյոք համարում քաղաքացիական պայմանագիրը եւ անձամբ դուք ընտրության արդյունքը, եթե հաշվի առնենք, որ քաղաքացիական պայմանագիրը ակնկալում էր սահմանադրական մեծամասնություն։ Շնորհակալ եմ հրավերի համար, ինչպես դուք նշեցիք, այո, մենք երբ մտնում էինք քաղաքական պայքարի մեջ, մենք մեր առջև դրել էինք բավականին բարձր շեմ եւ մեծ էր ցանկությունը, որովհետեւ մենք լինեինք սահմանադրական մեծամասնություն, քանի որ մենք ունենք բազմաթիվ ռեֆորմներ, բազմաթիվ նախագծեր, որոնց համար շատ կարեւոր է տվյալ չափով ձայների քանակը, տվյալ չափով կողմ քվեարկությունների քանակը, իսկ սա շատ հաճախ ընդդիմությունը միշտ չէ, որ առաջնորդվում է պետական շահով կամ ազգային շահով, նրանց համար միշտ կան ավելի այսպես փոքր հատվածական կամ կուսակցական շահեր եւ ի վերջո խոսքը ընդդիմության մասին է, աշխարհի բոլոր ընդդիմություններն էլ ինչ որ չափով պիտի վնաս հասցնեն իշխանություններին, վնասը եւ ճակերտների մեջ կարող ենք դնել եւ ճակերտներից կարող ենք անել, դե եղավ այն ինչ եղավ, բայց նաեւ ուզում եմ ասել, որ ընտրությունների վրա բազմաթիվ մեծ թվով արհեստական դրսից գործոններ են ազդել բավականին մեծ էր օրինակ ընտրակաշառքների ծավալները, ես ինքս Հրազդան քաղաքից եմ եւ օրինակ Հրազդան քաղաքում եւ հունիսի 7-ին եւ դրանից առաջ հանդիպումներ ենք ունենում կամ քննարկում ենք շտաբային աշխատանքները, ուրեմն շատ մեծ թիվ էին կազմում մեր այն հայրենակիցները, մեր քաղաքացիները, ովքեր օրինակ վերջի 20 տարին կամ 25 տարին Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չէին եկել ոչ ուրախ առիթների, ոչ տխուր առիթների, ոչ օրինակ, չգիտեմ, հարազատների գերեզմանների այցելության կամ ինչ-որ մեկի հարսանիքին մասնակցելու համար, բայց բոլորը եկել էին, որպեսզի մասնակցեին ընտրություններին, բնականաբար տարբեր շարժառիթներով, ինչպես նաև շատ կեղտոտ մեթոդներով խաղաց այս անգամ ընդդիմությունը, այդ խաղի կանոնները բավականին կեղտոտ ձևով սահմանեց եւ գնաց այդ կեղտոտ ձևովի հետևից, շատ էին օրինակ հասարակության մեջ վախեր սերմանող թեզերը, որոնք նետում էին դաշտ եւ փորձում էին Որոնք են այդ թեզերը, Տիկին Հիմա Ստեփանյան։ հերթով անդրադառնամ ամենաշատը եւ ամենատարածվածը 300,000 ադրբեջանցիների վերադարձներ իբր Հայաստանի Հանրապետություն եւ նրանք ասում էին, որ այ հունիսի 7-ից հետո դուք կտեսնեք, որ 300,000 ադրբեջանցիներ են գալու, սա բավականին տարածվեց հասարակության մեջ եւ ինչ խոսք մեր քաղաքացիներ մեծ մասը ունի որոշակի վախ եւ բնական է մեր հասարակության մի ստվար զանգված էլ չի ուզում որպեսի ադրբեջանցիների կողքին ապրի եւ գուցե սրանով պայմանավորված իրենց քաղաքական քվեն տվեցին, երկրորդ խայտառակ մոլորությունը եւ խայտառակ թեզը, որ ընդդիմությունը նետել էր ասպարեզ, դա այն էր, երբ մայիսի 28-ին մենք զորահանդես իրականացրեցինք, իդեպ զորահանդեսի միտքը բավական տևական ժամանակ հենց ընդդիմությունն էր ասում, որ բա որ բանակը կազմավորում եք, բա որ բանակը արդիականացրել եք, բա որ ասում եք զենքեր եք գնում, բա որ տարբեր երկրների հետ պայմանագրեր եք կնքում, բա ուր են ձեր գնաց զենքերը եւ երբ հնարավորություն եղավ առիթ էր մայիսի 28-ին մեր Հայաստանի Առաջին Հանրապետության օրը մենք մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին ցույց տվեցինք, բնականաբար շատ ավելի մեծ են մեր ձեռքբերումների ծավալները, այն ծավալը, որ հնարավորություն էր տալի եւ ֆորմատը թույլ էր տալի, որ մենք ցուցադրենք, դրանից հետո նրանք հասարակության մեջ օրինակ նետեցին այն թեզը, որ վարչապետը, քանի որ ասել էր անմիջապես չենք տանի, կարող եք մոտենալ, շոշափել, լուսանկարահանվել, ավելի մոտիկից ծանոթանալ զենքերի հետ, քանի որ խոսակցություն կար, որ մուլյաժներ ենք բերելու հրապարակ, օրինակ ասում էին, որ Նիկոլը զենքերը թողելու է հրապարակում, որովհետեւ հունիսի 7-ից հետո, քանի որ ինքը պարտվելու է, արդեն վստահ էին ընդդիմությունը, որ իշխանությունները պարտվելու են, կրակելու է ժողովրդի վրա երկրորդ մարտի 1-ի անելու եւ ինչն էր այստեղ ցավալին, որ մարտի 1-ի կազմակերպիչները մեղադրում էին իշխանություններին, թե մենք մարտի 1 էինք անելու, նաեւ սրանով էր պայմանավորված, նաեւ վարչապետը խոսեց այս մասին, որ մենք մի քանի օր թողելու փոխարեն ընդամենը մի քանի ժամ թողեցինք եւ երբ որ մարդիկ եկան, մոտեցան, տեսան, գնացի տուն քնելու, հանգստանալու, մենք արդեն զենքերը եւ տարբեր զինատեսակներ տարանք։ Մյուս թեզը, որ ընդդիմությունը նետել էր դաշտ կապված թոշակների առողջապահության համապարփակ համակարգի մասին, դա այն էր, որ հունիսի 7-ից հետո իշխանությունները հետ են քաշելու այս ռեֆորմները եւ սա ընդհանրեն ընտրակաշառք է եւ այլն, սրանով ոչ միայն նրանք ցեխ էին շպրտում իշխանությունների կատարած աշխատանքի վրա, այլ նաեւ եթե հիշում եք, սկզբնական օրերին հունվարի 1-ից սկսած, այսպես գրոհ էր, հա, բժշկական կենտրոններ եւ առողջապահական կառույցներ մեր քաղաքացիների կողմից, նաեւ սրանով էր պայմանավորված, որ մտածում էին հերթը
մարդը իրենց չի հասնի մինչև հունիս եւ շատ մեծ ծավալով մարդիկ էին դիմում առողջապահական ծառայություններից օգտվելու համար, իսկ ընդդիմության վերջնական նպատակն այն էր, որ կոլապսի ենթարկի առողջապահական համակարգը եւ այսպես բազմաթիվ էին թեզերը։ Տիկին Ստեփանյան, տեսեք, դուք ասացիք 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց է անընդհատ շահարկում ընդդիմությունը, բայց օրեր առաջ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում կայացավ վերադարձ Արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն համաժողովը, որի մասին գրեթե բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները անդրադարձել են, վստահ եմ դուք էլ եք տեսել։ Այո։ Եվ այնտեղ հնչել են տարբեր հայտարարություններ, օրինակ Օրդուբադում էր նաև իրենց խորհրդարանի փոխնախագահ Զիավետ Ասքերովը, որը այս իրադարձությունների պայմաններում հայտարարել է, որ Իլհամ Ալիևն Արևմտյան Ադրբեջանի հարցը սահմանել է որպես ազգային օրակարգի կարևոր ուղղություններից մեկը։ Մենք գիտենք, որ մեր լրատվամիջոցները շատ հաճախ են ցիտում ադրբեջանական լրատվամիջոցներին, ադրբեջանական խոսույթը եւ մեր հասարակությունը նաեւ ոչ միայն ընդդիմության շուրթերից է դա լսում, նաեւ լրատվամիջոցներից։ Բայց հիմա ես կխնդրեմ դուք մեկնաբանեք հենց այս միջոցառումը, որը տեղի ունեցավ օրեր առաջ Նախիջևանում։ Արդյոք սա խաղաղության օրակարգի հետ որևէ աղերս ունի։ Շնորհակալ եմ հարցի համար, տեսեք այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձի կեղծ թեզի հասարակության մեջ տարածումը տևական ժամանակ է որ կա եւ կարծես թե այստեղ մեր ընդդիմությունն էլ տարբեր լրատվական միջոցներ պարբերաբար սնում են, բայց սա ուղղակի կարելի է դասել այն թեզի հետ, որ դարձյալ ընդդիմության ներկայացուցիչներն էին շրջանառության մեջ դրել, թե իբր Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ եկեղեցիներ պետք է քանդվեն եւ Թուրքիայի ցանկությունով 10-ից ավելի մզկիթներ պետք է կառուցվեն Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն ժամանակ առ ժամանակ նրանք այսպես վախեր սերմանող հասարակության բաց նյարդի վրա խաղացող ինչ-որ խնդիրներ են առաջ քաշում, փոխարենը օրինակ լսեն Հայաստանի Հանրապետության վարչապետը տվյալ խնդրին կամ տվյալ հարցին ինչպես է պատասխանում, անմիջապես հետո ընտրություններից հետո մենք քառօրյա հերթական նիստեր ենք ունեցել, որին ի դեպ ընդդիմությունը չէր մասնակցում, հրաշալի առիթ էր եւ հրաշալի հնարավորություններ թող գային, այսպես իշխանության բմբուլները քամուն տային, այսպես քարը քարի վրա չթողնեին եւ օրինակ մեղադրեին վարչապետին, մեղադրեին իշխող ուժին կամ կառավարության տարբեր անդամների, որ այ դուք թաքցնում եք 300,000 ադրբեջանցիներ այնուամենայնիվ գալու են, ինչու չէին եք, այդ հարցերը ինչու չէին տալի, որտեվ իրենք հրաշալի գիտեն, որ նման բան չկա, ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող այս հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող այս միջոցառումներին վարչապետը հրաշալի պատասխան տվեց այս հարցին, ասելով բոլորովին վերջերս կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, քանի Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում, ընդդիմության շարքերում, ընդդիմության աթոռների դիմաց դրված են Լեռնային Ղարաբաղի դրոշը եւ քանի մեր ընդդիմությունը, որ հավակնում է գալ եւ իշխանություն դառնալ Հայաստանի Հանրապետությունում, մեր քարտեզը համարում է բզկտված, կրծոտված, համարում է կիսատ պռատ եւ ցանկություն է հայտնում ուղակի եւ անուղակի ինչ որ հատվածներ ավելացնել մեր քարտեզից, հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից, դրանով դարձյալ արթուն պահելով եւ բաց պահելով օրինակ Լեռնային Ղարաբաղի վերադարձի հարցը կամ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին դեպի Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը, նույն կերպով Ադրբեջանը մեզ է պատասխանելու եւ գալով արդեն իրավական դաշտ, ավելի ինստիտուցիոնալ դաշտ, բոլորս գիտենք, որ նախորդ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում մենք կնքել ենք կարևոր համաձայնություններ, այդ թվում նաև նախաստորագրել ենք խաղաղության համաձայնագիրը, խաղաղության համաձայնագիրը բաց է, բաց աղբյուրներում դրված է, այնտեղ որևէ տողով, որևէ կետով նշված չէ 300,000 կամ 30,000 կամ 15,000 անգամ ադրբեջանցիների վերադարձի մասին եւ որևէ մեկը նախաստորագրած փաստաթղթերի հետ կապված թե Հայաստանը, թե Ադրբեջանը որևէ այլ խոսույթ, քան գնալու ենք վերջնական ամրագրելու նպատակով չունի։ Ադրբեջանցիների միջոցառումները ես չպետք է մեկնաբանեմ, ես ավելի շատ հավատում եմ իմ երկրի ղեկավարին, իմ երկրի իշխանություններին եւ վստահաբար ասում եմ կրկնելով վարչապետի խոսքը 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձի թեմա չկա, չի կարող լինել եւ դրանք կեղծ եւ սին խոսակցություններ են։ Օրինակի համար ասեմ, որ եթե նրանք առաջ են քաշում օրինակ այս հարցը, մենք էլ կարող ենք առաջ քաշել մեր հայրենակիցների վերադարձի հարցը, թե 88 թվականից սկսած վերջացրած մինչև 2023 թվականով Ստեփանյան, տեսեք, այնտեղ խոսք է, այսպես հայտարարություն է լինում, որ խոսքը պարզապես մեր հողերը վերադառնալու, այնտեղ ապրելու, նախնիների հայրենի բնակավայրերը վերադառնալու եւ մեր կյանքը շարունակելու մասին է։ Դա բարձր մակարդակով է ասվել։ Այդ դեպքում ինչի Հայաստանից չի ասվում, բա
Այնտեղից տեղահանված մեր հայրենակիցները երբ պիտի վերադառնան, եթե դուք պնդում եք ձեր հայրենակիցների Որովհետև մեր վերադարձը։ պատասխանը այս թեզին պետք է լինի, երբ որ օրինակ այս մասին խոսի նրանց երկրի առաջնորդը, նախագահը, այդ ժամանակ նաև մեր երկրի վարչապետը կպատասխանի։ Եթե խոսվեն օրինակ արտգործնախարարության ներկայացուցիչները, կպատասխանի մեր արտգործնախարարությունը։ Այստեղ օրինակ եթե ես անգամ ցանկանում եմ նրանց պատասխանել, ապա պետք է պատասխանեմ այս ֆորմատի միջոցով, որովհետև այսպես ասենք հավասարությունից ելնելով չկա որևէ պետական չինովնիկ, որ այդտեղ համապատասխանի օրինակ վարչապետի կամ նախագահի աշխատակազմի որևէ ներկայացուցիչ կամ Հաջիևը խոսի, որ մենք գիտենք նա Իլհամ Ալիևի պաշտոնական այսպես խոսքը տարածողն է եւ այլն, այսինքն չկա այն մակարդակով Ադրբեջանի կողմից եմ ասում, այն մակարդակով իշխանության ներկայացուցչի խոսույթ, որին անհրաժեշտություն համարենք մենք պատասխանենք, բայց մենք շարունակում ենք խոսել, որ մենք գնալու ենք խաղաղության օրակարգի հետևից, գիտեք, որ նաեւ հսկայական խոսակցություններ եղավ այն մասին, թե Հիկմետ Հաջիևը ինչու էր եկել Հայաստան, եկել էր Հայաստան, որովհետեւ որքան էլ որ հիմա գուցե ծիծաղելի լինի մեր հանրության շատ շրջանակների կողմից, գուցե ընդդիմության կողմից մերժելի լինի, բայց Ադրբեջանն էլ իր վախերն ունի Հայաստանի Հանրապետությունից։ Ի վերջո նախորդ 30 տարիների մեր հարաբերությունները, մեր զինված բախումները, մեր խնդիրները, որ ունեցել ենք այդ երկրի հետ, բավարար չափով մեզ են մտահոգություններ պատճառում, բայց մի այդքան էլ նրանց են Որոնք են մտահոգություններ։ նրանց վախերը, Տիկին Ստեփանյան։ Նրանք օրինակ երբ որ հետևեք Ադրբեջանում տարբեր լրատվական միջոցների կողմից դրսում քաղաքացիներին, երբ որ հարցախույզ են անում, խոսում են օրինակ ինչու նրանք չեն վերադառնում Լեռնային Ղարաբաղ, նրանք ասում են, որ հայերից վախենում են, բա որ հայերը հարձակվեն։ Նաև սրանով պայմանավորված մենք շատ հստակ իրողություն ունենք այդտեղ, այսպես փաստ ունենք։ 2023 թվականից անցել է 3 տարի, շուտով մտնում ենք 4-ի մեջ, բա ինչի 30 ընտանիք չի բնակեցվում Լեռնային Ղարաբաղում։ Եթե 30 ընտանիք չի բնակեցվում Լեռնային Ղարաբաղում, այդ ոնց են 300,000 ադրբեջանցիներ գալու Հայաստան։ Կամ եթե հիմա օրինակ խաղաղության պայմանագիրը այնուամենայնիվ կնքվի մոտ ապագայում եւ մենք կարողանանք մեր քաղաքական հանձնառությունը ժողովրդի առջեւ իրականացնել եւ մենք էլ այսպես շունչ քաշենք, որ շատ կարեւոր հարց ենք լուծել մեր երկրի համար։ Հիմա եթե օրինակ հնարավորություն լինի Բաքվից տեղահանված մեր հայրենակիցները կամ այլ տարածքներից 88-ից սկսած Հայաստան վերադարձած մեր հայրենակիցները օրինակ գնան այնտեղ ապրելու, կգնան։ Չեն գնա։ Տիկին Ստեփանյան, այդուամենայնիվ ավելի քան կես միլիոն մարդ նախընտրեց քվեարկել Հայաստանի ընդդիմադիր ուժերի օգտին։ Ինչքան ուզում ենք ասենք, որ ընտրակաշարք կար կամ դրսից եկան, հո բոլորը, այսպես ասած, այդ ընտրակաշարքով կամ դրսից եկածների հաշվին չէր այդ ձայների ապահովումը։ Բոլորը չէր, այո, բոլորը չէին, իհարկե։ Այստեղ ինչ հետևություններ արեց քաղաքացիական պայմանագիրը։ Մենք բազում հետևություններ իհարկե արել ենք, այսպես ասեմ, որ ֆրակցիայով հավաքվել ենք, քննարկել ենք արդյունքները, բնականաբար չենք արել այդպիսի բան, բայց յուրաքանչյուրս մեր մարզում այս մի ամսվա ընթացքում շատ ավելի մանրամասն ենք ինտեգրվել աշխատանքներին, քաղաքացիների հետ այսպես տետատետ ենք խոսել առանց որևէ միջնորդի եւ բնականաբար բազում մեզ համար կարեւոր դիտարկումներ ենք արել։ Դիտարկումներից ամենակարևորը ինձ համար հետեւյալն էր, որ մենք ունենք օրինակ համայնքներ, որտեղ թիմերում հաղթել է ընդդիմության որևէ ներկայացուցիչ եւ շատ տխուր իրականություն էր այդ համայնքներում, բնականաբար ոչ բոլորում, երբ օրինակ ընդդիմադիր թիմի ղեկավարը, այսպես ասենք, համայնքապետը 21 կամ 22 թվականին երբ որ ընտրվել է, մինչև օրինակ մի տարի առաջ որևէ գործ չի արել իր համայնքում եւ քաղաքացիները շատ դժգոհ էին, ասում էին դուք այս 4-5 տարի օրինակ ինչ եք արել մեր համայնքում։ Բայց ընտրվել է նորից չի ընդդիմությունը ամեն դեպքում այդ նույն համայնքները։ Շատ հետաքրքիր սինթեզ էին անում քաղաքացիները, այսպես էր մոտավորապես, ասում էին օրինակ 3-4 տարի ինչ եք արել մեր քաղաքի համար, որ մենք նորից ձեզ ընտրենք։ Երբ հարցնում էինք օրինակ ձեր քաղաքի որ խնդիրն է, մատնացույց էին անում, օրինակ մանկապարտեզը, դե ոչ բոլոր համայնքներում ենք հասցրել մանկապարտեզներ կառուցել կամ ինչ որ դպրոցի վերանորոգման հարցն էին մատնացույց անում, վերելակների, կաթող կտուրների կամ ճանապարհների, երբ որ ասում ենք դուք տիրույթի հարցեր եք բարձրացնում եւ դուք ընտրել եք ձեր քաղաքապետին, քաղաքապետն է պատասխանատու դրա համար։ Կառավարությունը եւ իշխանությունները պատասխանատու են այս հարցերի համար, սրա հետ կապված հարցեր ունեք, ասում ենք դե մենք ընտրել ենք, չենք հասկացել, որ վատն է, հանեք։ Բայց եթե մենք փորձում ենք որևէ մի քաղաքապետի հետևից գնալ օրինակ քաղաքացիների դժգոհությունների հիման վրա կամ տարբեր առաջարկությունների հիման վրա, գուցե կոռուպցիոն սխեմաների հետևից, անմիջապես գտնվում են մարդիկ, որ տվյալ համայնքապետին կամ տվյալ
ավագանու որևէ անդամի անմիջապես ներկայացնում են ինչպես քաղաքալատյալ, որ իշխանությունները գնում է, իշխանությունները չեն ներում իրենց քաղաքական հակառակորդներին եւ այլն։ Ահա սա է պատճառը, որ էլի պիտի ասեմ, մենք պետք է շարունակենք կրթել մեր քաղաքացիներին, որովհետեւ չի կարելի օրինակ գնալ եւ ձայնը տալ անձնական սիմպաթիայով, ազգ բարեկամական, այլունակցական կապի հիմքով պետք է հասկանալ եւ նայել այս մարդիկ օրինակ ինչ են աշխատել, որ հիմա չեն ինչ են արել ընդհանուր առմամբ, որ երկրորդ անգամ օրինակ վստահության քվե են ուզում։ Սա է շատ կարևորը, ես իմ մարզի կտրվածքով ասեմ, երբ որ մարդկանց հետ խոսում էինք, արդեն պատկերացնում էին, որ այդ նույն բարգությունը, այդ նույն պահանջատիրությունը, որ իրենք օրինակ ունեն падգամավորներից կամ падգամավորի թեկնածուներից, հրաշալի է որ ունեն, բայց շատ հաճախ այստեղ падգամավորը կարծես դառնում է ավելորդ օղակ, որտեղ քաղաքացին ընտրել է իր իշխանություններին, բնականաբար քաղաքացին առաջին հերթին պիտի պահանջատեր լինի իր կողմից ընտրված համայնքապետարին։ Բնականաբար շատ տեղերում նաև մենք ենք խոսել այս մասին։ Բայց շատ ուժեր սահմանադրական դատարան են դիմել ուժեղ Հայաստանը, Հայաստան Դաշինքը, Միասնության թևերը, ԴՕԿ-ը, Բարգավաճ Հայաստանը, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը, Նորուժը եւ վիճարկում են ընտրությունների արդյունքները։ Իմ նախորդ հյուրերից մեկը Ազատ Արշակյանն էր Գերագույն խորհրդի նախկին падգամավորը եւ հայտարարեց, որ ճիշտ կլինի, որ սահմանադրական դատարանը չեղարկի ընտրությունների արդյունքները եւ Հայաստանում նոր ընտրություններ տեղի ունենան։ Նախ այս խնդրին կուզեի անդրադառնալ եւ տեսեք քանի ուժեր են այդուամենայնիվ դիմել սահմանադրական դատարան։ Իհարկե, բնականաբար գիտենք, սա մեր ամենօրյա աշխատանքն է, մենք պարտադիր հետևում ենք դեպքերի իրադարձությունների զարգացմանը, բայց այստեղ մի ժողովրդական խոսք կա, որ սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում։ Այս ամբողջ ընթացքում պայքարել ենք ընտրակաշառքի դեմ, խայտառակ մեծ չափերի ընտրակաշառք է բաժանվել Հայաստանի Հանրապետությունում, քաղաքական արալեզները իդեմս մասնավորապես Սամվել Կարապետյանի, հետո նոր Բարգավաճ Հայաստանի, հետո նոր Հայաստան խմբակցության ներկայացուցիչների շատ մեծ թվով ընտրակաշառք էին բաժանել, այսինքն այնտեղից որ միջավայրի որ ծնունդ էին իրենք, երևի այնտեղ շատ ընդունված է ընտրակաշառքով քաղաքացիների քվեր գնելը։ Բազմաթիվ են մեր հայրենակիցները, որոնք աշխատանքի բերումով օրինակ Ռուսաստանի Դաշնությունում են եւ գուցե աշխատանքի բերումով աշխատել են Տաշիր գրուպի հետ կամ Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված տարբեր հիմնարկներում, կառույցներում եւ քիչ չէին այդ մարդիկ, որ ասում էին եկել ենք ընտրենք, օրինակ, որ խնդիրներ չունենանք այնտեղ։ Շատ ցավալի է ինչ խոսք, որ մարդիկ օրինակ աշխատելով Ռուսաստանի Դաշնությունում օրինակ, չգիտեմ, գեղեցկության սրահներում կամ գուցե սպասարկման այլ կենտրոններում գալիս են այնտեղ իրենց խնդիր չունենալու պատճառով այստեղ ձևավորում են իմ եւ ձեր համար եւ մեր երեխաների համար իշխանություն։ Սա ամենացավոտ կողմերից մեկն է, ինչքանով որ կարողացել ենք պայքարել ենք Դե ինչու են դիմել, որտեվ նախ չի իրականացել իրենց սպասելիքները, որովհետև այն գումարը, որ օվկիանոսի նման իրենք սփռել են Հայաստանի Հանրապետությունում, շատ քիչ կաթիլով է ստերևույթին իրենց հետ վերադարձել եւ մասնավորապես Սամվել Կարապետյանը այն հայտնի ֆիլմի հերոսի նման ասում է, իմ ամբողջ գործը թողեմ այսքան մարդով կամ հասնեմ Հայաստանի Հանրապետությունում, դուք ինձ ասեք նետ, դե դրա համար դիմել է ըստերևույթին Սահմանադրական դատարան եւ ինչու է կեղծ այս խնդիրեն, իրենք ուղակի ժամանակ են ձգձգում, որովհետև եթե հիշում եք, մենք նաև այս տաղավարում առիթ ունեցել ենք այդ մասին խոսելու, Հայաստանի Հանրապետությունում այս նույն ուժերը, որ հիմա դիմել են Սահմանադրական դատարան, դիմում էին, հա, այսպես գնացել էին ուզելու Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի ձեռքը, ասում էին միավորվենք, գնանք տապալենք այսօրվա իշխանություններին։ Սամվել Կարապետյանը որևէ մեկին չընդունեց, կամ ընդունեց իր միջից այսպես ինչ-որ արհեստական կուսակցություններ, որ իբր դաշինքով գնար, հիմի ասում հայտարարում է օրինակ ընդդիմության միավորման մասին։ Ուզում եմ ասեմ, որ զատիկից հետո ձուն չեն ներկում, ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն, թող դիմե Սահմանադրական դատարան տեսնենք։ Ընտրախախտումներից մենք չենք վախենում, որովհետև բոլոր ընտրախախտումները կատարվել են միայն ընտրակաշառքի եւ ընդդիմության ներկայացուցիչների կողմից։ Տեսեք, մեր հենց զրույցի սկզբում դուք էլ ասացիք, որ այնպես չի, որ դուք գոհ եք ընտրության արդյունքից, որովհետև մենք բոլորս գիտենք, որ ԿՊ-ն ակնկալում էր սահմանադրական մեծամասնություն։ Ինչ խոսք ակնկալում ենք, այո։ Իշխանությունը դժգոհ է, ընդդիմությունը դժգոհ է եւ հարցը գտնվում է Սահմանադրական դատարանում։ Դուք ինչպիսի ելք եք ակնկալում այս պարագայում։
իրականում մեր դժգոհությունը այլ ելակետ ունի, ընդդիմության դժգոհությունը այլ ելակետ Բայց ունի։ այդուամենայնիվ երկու կողմերում այդ խնդիրը կա։ Այնուամենայնիվ Պատճառները տարբեր են ես իհարկե չեմ կարող ասել, օրինակ Սահմանադրական դատարանը ինչ որոշում կընդունի, ինչ որոշում ընդունի, դա մեր շատ կարևորագույն Սահմանադրական մարմինն է, ինչ որոշում ընդունի, բնականաբար պիտի գնանք այս ուղղությամբ, գալով վերաքվեարկություններին, որ պետք է չեղարկել եւ գնալ նորից ընտրությունների, սա իհարկե եթե Սահմանադրական դատարանը նման որոշում ընդունի, բնականաբար մենք պիտի գնանք այդ ճանապարհով, բայց ուզում եմ ասել, որ ցանկացած ընտրություն բավականին լուրջ ցնցում է երկրի համար, բավականին մեծ ծախս է պետության համար, բավականին այլ խնդիրներ առաջացնում առհասարակ պետության կամ քաղաքացիների կյանքում, դե տեսնենք դեպքերը եւ իրադարձությունները ինչ ուղղությունով են ծավալվելու։ Հիմա ես վստահ եմ Սահմանադրական դատարանի պատասխանից հետո, անկախ նրանից թե ինչ պատասխան կլինի, սպասենք եւ տեսնենք ինչ պատասխան կլինի, անպայման մենք առաջիկայում նաեւ տեսնելու ենք իբր թե դժգոհության որոշակի ակցիաներ Երևանի փողոցում, մինչև տեսնեն թե որտեղից է գալի այդ խոսակցությունը եւ անպայման օրինակ արդարացնեն իրենց մանդատ վերցնելու եւ խորհրդարան մտնելու պարտադիր պահանջը, որտեղ մենք բոլորս գիտենք, որ այս մարդիկ ինչ էլ խոսեն, ինչ էլ ասեն, ինչի մասին էլ խոսեն, միևնույն է վերցնելու են մանդատները եւ գալու են խորհրդարան, բայց հրաշալի է մենք առիթ կունենանք հասկանալու թե այդ ոնց եղավ, որ այդքան փող բերեցին բարեգործները եւ որպես ընտրակաշարք բաժանեցին, ինչ վերաբերում է ընտրակաշարքի մեծ ծավալներին, ձեր կողմից նշված մարդկանց քանակին, որ այնուամենայնիվ շատ են եկել, ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել օրեր առաջ լրագրողների այն հարցի վրա, երբ հարցը ուղղված էր Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյանը ինքը պատասխանեց, որ 1.5 միլիոն մարդ իրեն գցել է, խաբել է, ասում էր ամենամեծ դարդը այն է, որ 1.5 միլիոն մարդ իրեն խաբել են, այսինքն իրենք համարյա 1.5 միլիոն մարդու ինչ որ չափով շահագրգռել են նյութական, ֆինանսական, գուցե այլ խոստումներով, բայց այդ 1.5 միլիոն մարդը իրենց չի ընտրել, դա մենք չենք ասում, դա ինքն է ասում է 1.5 միլիոն մարդ մեզ խաբեց։ Եվ ամփոփելով մեր զրույցը, Տիկին Ստեփանյան, դուք կարծում եք, որ ամեն դեպքում սա մանդատակռիվ է եւ ինչպես դուք ասացիք, որ ընդդիմությունը մանդատները վերցնելու է։ Միանշանակ սա մանդատակռիվ է, միանշանակ ընտրությունից 2-3 օր հետո, երբ բոլոր կրքերը քաղաքական մարված էին, մի քանի հոգի էր ակտիվ մնացել քաղաքական կյանքում, այդ թվում նաև ձեր գործընկերները եւ մեր գործընկերները լրատվական դաշտից, որոնք ավելի շատ սպասարկում են ընդդիմադիր հայացքներ կամ ընդդիմադիր քաղաքական գործիչների, կարծես շարք էին սկսել եւ դիմում էին ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր հատել են այդ շեմը եւ գալու են ըստ երևույթին խորհրդարան, ասում էին, բա դուք ասում եք պետք է օրինակ հեռացնենք այս իշխանություններին, ձեր քաղաքական ուժին արդեն պարոն վարչապետով էիք դիմում, ինչ-որ կառավարություն էիք ոչ ֆորմալ ձևավորել եւ ասում եք այդ 300,000 ադրբեջանցիների դեմը պիտի առնենք, ասում եմ, բայց ընտրվել վերջացել եք, մենք է ձեզ օգնել ենք այս հարցում ինչով կարողացել ենք, դուք ասում եք պետք է գնալ օրինակ եւ գլխավոր դատախազին փոխել, չթողել, որ գլխավոր դատախազը նույնը մնա եւ այլն, այսինքն այս մարդիկ ինչի համար են գալիս ազգային ժողով, չեն գալու սպասարկելու իմ եւ ձեր շահը, չեն գալու սպասարկելու հայ ժողովրդի շահը կամ մեր պետության շահը, գալու են գլխավոր դատախազին փոխեն, գիտեք ինչու։ Որովհետեւ ապօրինի գույքի բռնականման օրենքի շրջանակներում նրանցից յուրաքանչյուր երկրորդը այս գործերով անցնում է եւ պետքա գլխավոր դատախազին փոխեն, որ այդ գործերը իբր իրենց կարճ խելքով սառեցվեն կամ էս կամ այն։ Հիմա մանդատները կվերցնեն առաջիկայում այդ իրենց թանկացնելը, վերցնել, չվերցնել, այս է հարցը եւ այլն, սրանք զուտ այդ թատերական բեմականության հերթական արարներից մեկն է։ Ես ձեզ վստահեցնում եմ ուղղակի, որ իրենք վերցնելու են մանդատները եւ գալու են խորհրդարան։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։